Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակակեր է։ Ղարաբաղի նախագահի երկու։ Ախի ջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ո՞նց է հակասում ինձ ասում եք, որ երբ որ ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Չի եղել Արցախ։ Բայց հիմա Ախի ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում ինքը խի է դա անում ու տենց է անելու։ Մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարեւոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ ենք անում եւ ծիրան ենք աճացնում, իրանք ծառերի վրա են։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան։ Սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, Ասիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում, սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես դες բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ, սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվել ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված, արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած, հենց բան ենք ասում, ինքն էլ ասում է, ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Դա ընկալ եք։ Որ Երևանն էլ մերը չի, որ նման մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում։ Ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում հիարեք այդ հայտը, ես ասում եմ մի զարմացեք։ Պատճառը սա է։ Բայց ինչ եք արձագանքում։ Բայց ես հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Ալիև դասներում պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու արևմտյան Ադրբեջանը, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերցնում է նույն ձևով պատասխանում։ Բայց վերադառնամ, այսինքն ես նոր բան եմ ասում։ Վերադառնա, Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, Մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետք է հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անդադ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ եկեք այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան ասենք։ Ես ուզում եմ հասկանամ արևմտյան ադրբեջանցիների Չկա, չի եղել ու չի կարող եղել, մոռացեք դա։ Գալը Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրի խաղաղությամբ Լսեք, ես դա չեմ տեսնում, որտեղ դա անվտանգային առումով այս պայծրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոստեք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը մտնեն մեջը։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք Եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ, լավ ասես։ Ինչու՞ ոչ։ Չգիտեմ,
ինչ-որ բան կլինի կառնա, մենք էլ իրար Հասարակությունները պատրաստ են դրան, պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնենք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան են, պատ են կառուցելու, իրար բարև չտան։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ թող նիստը վարի մեկը։ Մարդ չկա, գնամ նիստ վարեմ, ինչ անեմ։